Ճանապարհային երթևեկության փորձագետ Փաստաբան Խաչատուրովի աչքերը զարմանքից կլորացան, երբ նոր-նորքի զանգված տանող ավտոբուսների համար առանձնացված գծանշումներից սկսեց խոսել։ Աջ պարարություն, ներկես ասֆալտն ու հոդս ցնդի։ Ասֆալտին կավճով գրվածն ավելի երկար կմնա, քան այս անորակ ներկը, որ քաղաքապետարանն է օգտագործում մայրաքաղաքում գծանշումների համար։ Մասիվում ավտոբուսի գծի գծանշումները, որով որ քաղաքապետարանը հպարտանում է, անցած տարի 4 անգամ են ներկել, բայց չէր մաշվել, ուղղակի անհետացել էր։ Եթե մաշվեր ներկեինք, ասենք, անհետաց, ենթադրենք թարմացնում են ավելի լավ երևա, բայց անհետացել էին գծանշումները։ Ասֆալտին ձյունը հալվեց, թե չէ գծանշումներն այլևս չես տեսնի, կարծես հոդս են ցնդել, չեն երևում, կամ էլ հոձգիծն է տեղ-տեղ կետագծեր դառնում, շփոթեցնելով վարորդներին, կամ էլ հետադարձն այնքան է մաշվում, որ հարցականի նշան է դառնում։ Կարճ ասած, Շումախերի պես վարորդ պետք է լինես, որ մայրաքաղաքում անվտանգ երթևեկես, կարգ ու կանոն չխախտես։ Քննություն հանձնում եմ Երևանի ՀՔԲ-ին, դուրս են գալիս ու Երևանու տարածքում գծանշումներ չկան, հետևաբար նոր երթևեկության մեջ մտնող վարորդները արդեն մոռացել են դա ինչ բան է ու իրենք քննություններն էլ արդեն առանց գծանշումների են հանձնում։ Զավեշտալի է դառնում իրավիճակը հատկապես այն դեպքերում, երբ ասֆալտի վրա գծանշումների փոփոխություն է կատարվում։ Ավելի լավ է չարվի, միաբերան բողոքում են վարորդները։ Մի ուղղության վրա սլակ կտեսնես, որը եւ աջ է տանում եւ ձախ, գլուխ կոտրուկ է դառնում։ Խաչմերուկն անցնելիս պետք է խաչակնքվես, որ այլ մեքենայի հանկարծ չբախվես։ Այնքան են փոփոխություն անում, այդ բաները իրար հակասում են, էլի սլակները։ Ասենք նայում ես տակի սլակը աջ է տալի, վրայի սլակը ձախ է տալի, այս երեկվա գծածն էլ ուղիղ է ասում ու օրվա տարբեր ժամերին էլ դրանք փոփոխական են լինում, էլի։ Այնտեղ կա մի քանի հատ իրար վրա, ասենք շփոթության մեջ է գցում։ Մի հատ աչա, մի հատ ձախը, բայց գծանեսա նա եկել դուք չեք տեսնում, չկա գծանեսը։ Ընդհանրապես քաղաքի կենտրոնում է շատ դες բաները։ Եթե մաշված անցնում ես, ինքը ասում է կամերան չտա, որ երկար է, դու ես ես արեն ես ալի։ Ասում գծեք, որ երևա տեսանելի լինի։ Հիմա մարդը գիծը չտեսավ, մտավ խախտում է։ Մտեք Դավթաշեն վարչական շրջանի փողոցներ, ուղակի խառնաշփոթ է։ Ամիսներ շարունակ հին ու նոր գծանշումները գլխացավանքի պատճառ էին դարձել։ Դավթաշենի մշտապես ծանրաբեռնված կամուրջի գծանշումների մասին խոսելն ավելորդ է։ Մի պահ կանգ առեք ու գծանշումների տրամաբանությանը նայեք։ Դավթաշենի կամուրջի գծանշումները միջազգային ցուցահանդեսում ենք ներկայացրել որպես աբստրակցիոնիզմի երևույթ, դե այդ բոլորը գիտեն, շատ բուռն քննարկումներ, շատ երկար ժամանակ համացանցում եղավ, տարբեր հումնորներ էին անում, մի մասը ասում էին մեր հնդիկ բարեկամների համար, որ մոտոցիկլետներով անցնեն, դե 40 սանտիմետրյան այսպես փոքր շարքեր են եղել, էլի, դե դա հանցավոր անտարբերության արդյունք է։ Սոցցանցերում էլ խմբեր կան, որտեղ վարորդներն են գրառումներ կատարում, երթևեկելիս կանգ առնում, աջակցություն հայցում, թե ով կօգնի վերջո, գծանշումներից որն է ճիշտը, որ անվտանգ ու ժամանակին տեղ հասնեն։ Գծանշումներն այնքան մաշված են ու վատ տեսանելի, որ մեքենաների վարորդները, հատկապես գիշերային ժամերին, մի թեթև անձրևի դեպքում էլ շփոթվում են, ընկնում ցայտնոտի մեջ, ինչը երբեմն դառնում է վթարի պատճառ։ Ոստիկանությունը այդ ստատիստիկան չունենա, որովհետև չեն տիրապետում ու չեն էլ ցանկանում դրա մեջ խորանալ, բայց ես ձեզ ստատիստիկա ասեմ, մեր մոտ երթևեկությունը այն որ ասում են իրար չեն զիջում, վարորդները գազազել են միմյանց նկատմամբ ու նաև վթարների մեծ մասը, մի մասը չէ, մեծ մասը վթարների տեղի են ունենում գծանշումների բացակայության ու անորակության պատճառով։ Ինչու են մայրաքաղաքում գծանշումների համար օգտագործվող ներկերն ու նյութերն անորակ։ Լավ, կարելի է չէ միջազգային փորձն ուսումնասիրել, հետո միայն ներկել ծանրաբեռնված երթևեկով քաղաքի փողոցները։ Ինչպես միշտ, այս անգամ էլ այդ աշխատանքների իրականացման համար գլխավոր պատասխանատուները կշրջանցեն հարցն ու կարդարանան։ Իրենք մեկ է գոհ են իրենց աշխատանքից։ Մի շարք փողոցներ Երևան քաղաքում անցյալ տարի իրականացվել են նշված գծանշմամբ, որը որակի առումով ենթադրում եմ ոչ մեկին կասկածի տեղիք չի տա։
Պարզվեց, որ այս ամառ էլ մայրաքաղաքի երթևեկության գծանշումների մեծ մասը էմալային ներկերով պետք է կատարեն։ Աշխատանքն էլ արդեն մի քանի տարի իրականացնող ընկերությունն է դարձյալ հանձն առել։ Այս անգամ էլ ինքն է հաղթել մրցույթն ու գործի անցել։ Էմալային ներկերն են, որ դեռ չքսված ասֆալտին անհետանում են, մաշվում ու շուտ մաքրվում։ Միևնույն է, քաղաքապետարանը որոշել է տարին 2 անգամ դրանով են ներկելու քաղաքի ասֆալտը։ Էմալային տիպի գծանշումների համար անգամ կառավարության որոշումով սահմանված է պիտանելի պատշաճ որակ 3 ամիս, այսինքն մենք նախորդ տարիներում տարին 2 անգամ էմալային տիպի գծանշում ենք իրականացնում, որպեսզի քաղաքը պահպանվեր պատշաճ որակի, եւ այս տարի նույնպես 2 անգամ նշված փողոցները, որտեղ կիրառվում են նման տիպի գծանշում, թարմացումներ կիրականացվեն։ Մասնագետները լավ գիտեն, սառը եւ թերմոպլաստիկ ներկերն ավելի դիմակայուն են։ Դրանք երկարադիմացկուն են։ Քաղաքապետարանի պաշտոնյան ասում է, այո, դրանցով էլ են ներկում քաղաքը, օրինակ Միասնիկյան պողոտան, Աթենքի փողոցն ու Հանրապետության հրապարակը։ Օրինակ եմ ասում, Դավիթ փողոցը չեն փակելու, բա ուրա գծանշումները։ Հիմա որ փողոցը պետք է փակեն տանելու են դեռ գծանշում անեն։ Կամ նայեք, ձեզ մի բան ասեմ, էլի։ Հասկանում եմ տուրիստը գալիս է հրապարակ նկարվելու, ինչ ունենք թանգանոց տանենք շարենք հրապարակում, բայց Երևան քաղաքը հրապարակով չի։ Կրկին մասնագետներն են պարզ մի օրինակ բերում։ Շատ ավելի լավ կլիներ, որ սառը եւ թերմոպլաստիկ նյութերն օգտագործեն քաղաքը ներկելիս, քան տարին այդքան մեծ գումարներ ծախսեն, էմալային ներկով պատեն քաղաքը։ Տերմո որ արվում է թե սառը թե տաքը, ինքը համարը 3 մմ հաստություն է ունենում։ Էնի լիտրով է, էնի կիլոյով է, էնի ասենք խոսքի կարող է դա 600, 700 գրամ, 800 գրամ քառակուսի առումով։ Իսկ էնի արդեն այդում է 6 կիլո եւ ավել։ Ուղղակի այս գծանշումները կիրառում ենք բացառապես այն փողոցներում, որտեղ անցնում են միջին նորոգում եւ որտեղ վստահ ենք, որ առաջիկա տարիների առնվազն մի քանի տարվա ընթացքում ասֆալտի վերանորոգման կամ փոխարինման աշխատանքներ չեն կատարվելու։ Սա էլ պայմանավորված է նրանով, որ այս որակյալ տիպի թերմոև սառը տիպի գծանշումները ինքը էմալային տիպի ներկանյութով գծանշումներից գումարային առումով տարբերվում են 10 անգամ։ Բոլորը հայտարարում են, որ մեր երկրում լինելու է թերմոպլաստից։ Հետո որ ասում ես, ինչի չկա, ասում են դե թանկ է, ինչքան թանկ, ասենք 10 անգամ։ Ասում ենք, օքեյ, եկեք ձեր անհետացող ներկով ներկենք, արդյունքում ես ձեզ հավատացնում եմ, էլի, մոտավորապես 2.5 անգամ ավելի թանկ է նստում։ Քաղաքապետարն արդեն սկսել է գծանշումների աշխատանքները, մինչև օգոստոսի վերջ պետք է գործն ավարտին հասցնեն։ Առաջարկեցինք մենք էլ հետևել այդ աշխատանքներին, ի վերջո տեսնելու ինչ նյութեր են օգտագործվում, որակներ ավելի շատ մեզ հետաքրքրում, մերժեցին։ Օդում է մնում հարցը, այս անգամ ասֆալտին քսված սպիտակ ներքի փայլը որքան կպահպանվի առանց խամրելու։ Հետևությունը հեռուստադիտողին ենք թողնում։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։